Հնդկական անկույզ, գիտեք ինչքան առողջարար է։ Այսօր մենք բաղադրություն կացենք հնդկական անկույզով, որը կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը և իհարկե նաև կլավացնի սիրտանոթային համակարգը, որտեղ այնտեղ կա մագնի, կալի և ոսկրերի աշխատանքը ավելի կլավացնի, որովհետև կա կալցի, ոսկրերը ավելի ամուր կլինեն, հոդերը ավելի ճկուն և ամենակարևորը մեր գլխուղեղի աշխատանքը կլավանա և բացի այդ, այն նաև արյունը կհագեցնի միկրոէլեմենտներով, վիտամիններով և արյունը կդարձնի ավելի որակյալ և չի առաջանա մեզ մոտ աթերոսկլերոզ, հիշողության կորուստ, մեր տեսողությունը, լսողությունը էլ ավելի կլավանա։ Ինչ պետք է անենք, վերցնում ենք հնդկական անկույզը, լցնում ջեռոցի մեջ, թողնում ընդամենը կես ժամ 40-50 աստիճանի տակ, այնուհետև հանում ենք, սկսում ենք մանրացնել և եթե մենք վերցրել ենք 300 գրամ անկույզ, ապա վերցնում ենք մեղր 150 գրամ, շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մեղվապահին այս հրաշք մեղրը բերելու համար, տեսեք ինչ համեղ է, ինչ ընտիր է, ինչ գույն ունի և ամենակարևորը օր-օրի զգում ես էներգիան, որ մեղուն աշխատել է, որ մարդկությունը առողջ լինի, որովհետև գիտեք, այնքանի հիվանդության առողջության միջոց է և բացի այդ, այս երկու բաղադրությունը իրար հետ միացությունը ավելացնելով, ապա տալիս են մեր օրգանիզմին հզոր դիմադրողականությունը բարձրացնող հակավիրուսային, հակամիկրոբային, հակաբորբոքային, այն տալիս է էներգիա, լավացնում է տրամադրությունը, որտեղ սինթեզվում է սերոտոնին, ֆերմենտ, հորմոն, այսինքն մենք օր-օրի ավելի դառնում ենք աշխատունակ, հոգնածությունը վերացնում է և ասեմ նաև պայքարում է օրգանիզմում ազատ ռադիկալներ, որպեսզի չառաջանան, այսինքն հակաօքսիդանտ է, հակաօքսիդանտը դա այն միացությունն է, դա այն ֆերմենտն է, որը երկարեցնում է բջջի կյանքը, իսկ եթե բջջի կյանքը երկարում է, ապա երկարում է նաև մեր կյանքի տևողությունը, լինում ենք երիտասարդ, լինում ենք ավելի ակտիվ, աշխատունակությունը բարձրանում է, հոգնածություն չենք զգում, տրամադրությունը լավանում է, ստրեսը վերանում է, քունը լավանում է, էլ ինչ մնաց իմ սիրելի ժողովուրդ, եթե սիրտանոթային համակարգը լավ է, ճնշումը լավ է, իհարկե հակացուցումը այն ժամանակ, երբ կա շաքարային դիաբետ, այդ դեպքում ոչ թե օգտագործում ենք 150 գրամ 300 գրամին, այլ ընդամենը 50 գրամ և օգտագործում ամեն օր, 1 ճաշի գթալ առավոտյան, 1 ճաշի գթալ երեկոյան և իհարկե սոված վիճակում և քնելուց 2 ժամ առաջ, իմ շատ սիրելի ժողովուրդ, իհարկե, եթե կա խնդիր ստամոքսարքային տրակտի, պետք է անպայման տալ հելիկոբակտերի անալիզ, կատարել իհարկե սոնոգրաֆիկ հետազոտություն, որովհետև մեր մոտ սոնոգրաֆիան հիմա ակցիա է և ընդամենը արժի 3000 գրամ, սիրում եմ ձեզ, եղեք առողջ։